Մենք տեսել ենք, որ մի ժամանակաշրջանում, երբ միջին աշխատավարձը աճել է 170%, թոշակները աճել են շատ ավելի փոքր տեմպով, 120%. Եվ դա էր պատճառը, թե ինչու ենք մենք ամբողջ հասարակությամբ, ամբողջ քաղաքական ուժերով պահանջում, որ Փաշինյանը հրաժարվի իր այն դիրքորոշումից, ըստ որի պետք չի թոշակները բարձրացնել, որովհետև հայտնի չի, թե թոշակառուները ինչի վրա կծախսեն այդ թոշակները, մենք այլ ծրագրերով իրանց կապահովենք։ Եվ ահա այդ մարդը տեսնելով այդ ճնշումը հասարակության կողմից, քաղաքական ուժերի կողմից, խախտելով օրենսդրական պատշաճ գործընթացը 10,000 դրամով միջին հաշվով բարձրացրեց թոշակները։ Սա իհարկե հնարավոր էր միայն մեկ դեպքում։ Ինքը սկզբից դիմադրել է դրան, բայց հետո հասկացել է, որ ճիշտ կլինի անել մի քայլ, որը այլ կերպ քան նախընտրական կաշառք չես կարող գնահատել, որովհետև եթե դու այդ բանը անեիր պատշաճ օրենսդրական բյուջետավորման process-ով, դու դա չարեցիր, դու հետո արեցիր դա քո որոշումներով, ակնհայտ էր, որ դա նախընտրական ճնշման տակ կատարված քայլ էր։ Մենք դա անելու ենք պատշաճ բյուջետավորման process-ով, հաշվարկել ենք, դա հնարավոր է, որովհետև թոշակները հիմա ավելի դանդաղ են աճում, քան միջին աշխատավարձը, եւ այդ process-ը կարելի է շրջել, դարձնել թոշակների աճը համընթաց միջին աշխատավարձի։